Ողջույն, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, Ռուբեն Մեհրաբյան Talks YouTube-յան ալիքում հարցազրույց է եւ իմ այսօրվա հյուրն է Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսիսյանը, իր առաջին հարցազրույցն է Ռուբեն Մեհրաբյան Talks ալիքին, ինչի համար շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ողջույն, պարոն Մովսիսյան։ Ողջույն պարոն Մերաբյան, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սկսենք նրանից, որ մեր պարլամենտը, ինչպես եւ ցանկացած ժողովրդավարական համակարգերում, կատարյալ թե անկատար, հա, չնայած 100%-անոց կատարյալ համակարգ ոչ միտեղ չկա, բայց այնուամենայնիվ դա կարելի է ասել երկրի թևի տակ դրած ջերմաչափն է, հա, քաղաքական ջերմաչափը եւ ֆիքսում է թե ընդհանրապես երկրում ինչ է կատարվում, ինչ են խոսում, ինչ են մտածում եւ ինչ օրակարգերով են առաջնորդվում։ Եվ ահա մոտենում է ավարտին այս հանձնաժողովների ձևավորման փուլը եւ երկուշաբթի օրվանից վարչապետը ներկայացնելու է առաջիկա 5 տարվա կառավարության ծրագիրը։ Եվ ահա այս քաղաքական պահը, հա, որ ձևավորվել է ըստ այդմ, ձեզ ինչպես է այն երևում, համեցեք պարոն Մովսիսյան։ Շնորհակալ եմ, շատ լավ սկզբնական այս հատվածի համար, հարցի համար, որովհետև իրականում ազգային ժողովի ելույթները հույս չեն ներշնչում, որ մենք կունենանք կառավարության ծրագրի շուրջ նորմալ կառուցողական կամ գոնե ինչ-որ եզրահանգումների հանգեցնող քննարկում, այնտեղ ես նույնիսկ մեկ ելույթ տեսա, որ մարդիկ կան այնտեղ կոնկրետ ինչ-որ անձնական ինչ-որ նպատակներ են հետապնդում վարչապետի ելույթին են սպասում եւ այլն եւ այլն, բայց իրականում կարծում եմ կառավարության ծրագրի հատկապես արտաքին քաղաքական հատվածը պետք է շատ մանրամասն քննարկման առարկա դառնա, որովհետեւ այնտեղ ինչ որ արդեն իսկ պրոբլեմատիկ ձևակերպումներ երևում են։ Առաջին հերթին հիմնական խնդիրը, որ ես տեսնում եմ, դա հստակ ուղենիշների բացակայությունն է։ Իրականում հաշվի առնելով, որ վերջին տարիներին շատ է խոսում կոմպլեմենտարիզմի մասին, բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին, այստեղ ձևակերպումները տարբեր են, բայց գրեթե բոլորը նկատի ունեն նույն բանը։ Մեկ էլ նույնիսկ դրանք հաշվի առնելով, մեկ է մենք կարող ենք ասել, որ առնվազն այդ հատվածը շատ ոչ ճշգրիտ է ձևակերպված, այսինքն կոմպլեմենտարիզմը դա առերևույթ չի նշանակում միայն տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերությունների զարգացում, դա առաջին հերթին նշանակում է կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հստակ ռազմավարության որդեգրում։ Հիմա մենք եթե միայն զուտ ուղղություններն ենք մատնանշում, օրինակ մատնանշում ենք, որ ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, Շանհայյան այդ համագործակցության կազմակերպության ուղղությամբ աշխատանքներ են տարվելու, միտեղ գրված է զարգացում, միտեղ գրված է խորացում եւ այլն, այդքան էլ հստակ չէ։ Դա համար կարծում եմ կառավարության ծրագրում պետք է հստակ արձանագրեն։ Օրինակ նույն Հայաստան-ԵՄ հարաբերությունները, որտեղ է այսօրվա կետը գնում, այսինքն կոնկրետ տեղորոշել, որտեղ է այդ կետը, իսկ առնվազն մենք այդ կետը գիտենք, դա ՍԵՊԱ-ն է ու վերջերս 1 տարի առաջ, եթե չեմ սխալվում, ընդունված ռազմավարական այդ առաջնահերթությունների օրակարգն է, որտեղ նոր ոլորտներ են յայտ եկել, որ նախկինում մենք չենք պատկերացնում, եւ իհարկե բարձր մակարդակի են հանդիպումներն ու այն որոշումները, որ առնվազն կայացվել են, օրինակ առևտրի ինքնավար միջոցների կիրառումը Հայաստանի նկատմամբ, որը դեռևս ընթացակարգերով է անցնում եւ այլն, եւ հասկանալ որն է Հայաստանի նպատակը 5 տարիների առումով։ Ու նույն կերպ մյուս առումներով, հա, ֆիքսել ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում կոնկրետ այսօրվա կետը, տեղորոշել այդ կետը ու նշել որն է մեր նպատակը։ Կարող է նպատակը այն լինի, որ օրինակ, չգիտեմ, ԵԱՏՄ-ում մնալ այնքանով, ինչքանով որ մեզ այնտեղ ընդունում են, սառեցման քաղաքականություն վայ, այսինքն այս Անի չեն ուղենիշ վռնդել, այո։ այո, այսինքն պետք է մենք հստակ ռազմավարական մեր ծրագրում միշտ տեղորոշենք այսօրվա իրավիճակը, ուղենիշներ սահմանենք այդ ուղղությամբ մենք ինչ պատկերացումներ ունենք, որովհետև 5 տարի հետո առնվազն ես ակնկալելու եմ այդ հանրային հաշվետվությունը։
Լավ, հասկացա, 21-26 թվականը ինչ որ ճգնաժամային փուլ էր, այնտեղ կարող էինք բաներ գրել, որ հիմա հիմնավորում ենք, որ իրավիճակին չենք տիրապետում, չգիտեմ, ինքնահայեցման են ենթարկվել եւ այլն, բայց հիմա ժամանակները այնպեսին են, որ Հայաստանին թույլ է տրված կայացնել որոշումներ ու առնվազն պայմանները այդ առումով նպաստավոր են, այստեղ ուղղակի քաղաքական մտքի խնդիր է կարծում եմ։ Տեսեք, պարոն Մովսիսյան, այնուամենայնիվ ի տարբերություն նախորդ խորհրդարանի, որից այսպես մթնոլորտը իներցիայով դեռ շարունակվում է, բայց տարբերությունն այն է, որ կողմերը, քաղաքական թե մեծամասնությունը, թե փոքրամասնությունը, համենայն դեպս արտաքուստ ուզում են ցույց տալ, որ չէ, հա, որքանով էլ մենք իրար ընդդիմախոս ենք, բայց պետք է կոռեկտություն պահել, հա, իրար դիմում են հարգելի գործընկերներ, հա, չնայած էլի խայթոցներ կան, ամեն ինչ էլ կա, բայց ինչ որ բան այնուամենայնիվ տարբերությունը ակնհայտ է գոնե վերբալ առումով, հա, ինչ է, ոչ թե ինչ է խոսվում, այլ ինչպես է խոսվում այնտեղ։ Սա միայն այսպես էսթետիկական մղումներով երևի թե թերի կլինի բացատրելը։ Ինչ քաղաքական այսպես դրդապատճառ եք դուք սրա տակ տեսնում, եթե տեսնում եք իհարկե, կամ ենթադրություն, եթե ունեք, խնդրեմ։ Շատ լավ։ Նախ այստեղ կարևոր է նշել, որ այս օրակարգը քաղաքացիական պայմանագրինն է։ Այսինքն Նարեկ Կարապետյանը, Լևոն Քոչարյան կամ Աննա Գրիգորյանը չեն կոչ արել եղեք լինենք բարեկիրթ։ Եղել է Ռուբինյանը, այո, ազգային ժողովի նախագահի մակարդակում խմբակցության անունից ըստ էության Ռուբեն Ռուբինյանը ասաց, որ մենք միմյանց չենք սիրում, բայց հանրության համար պետք է լինենք բարեկիրթ։ Եթե ավելորդ է նշել, որ ես էլ բարեկրթության կողմնակից եմ, քաղաքական տեղը, սուր քննադատության միևնույն ժամանակ, որևէ մեկին հաճելի չէ, հատկապես որ բոլոր հասարակության խմբերն են հետևում այդ գործընթացին, կարծում եմ մեզ բոլորիս ընդհանրապես հաճելի չէ, երբ որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, ցանկացած բառ դուրս է նետվում հանրային դաշտ եւ այլն եւ այլն, բայց որպեսզի իմ կարծիքով այստեղ պետք է նաև հասկանանք, որոնք են եղել պատճառները։ Իմ կարծիքն է սա, ես միշտ հետևելով քաղաքացիական պայմանագրի հիմնական անդամների ելույթներին, ոչինչ բարեկրթությունը եւ նմանատիպ այլ բարոյական նորմեր կախված քաղաքական իրավիճակից միշտ հարցակարի տակ է դրվել հենց ամենաբարձր մակարդակում, երբ պետք է եղել։ Հիմա դա հաշվի առնելով ո՞րն է եղել նպատակը։ Իմ կարծիքով թե նախորդ խորհրդարան, թե այս խորհրդարան քաղաքացիական պայմանագիրը ոչ թե զուտ ձևական մեծամասնություն է կազմել, այլ փորձել է եւ փորձում է եւ շարունակելու է փորձել իր օրակարգը պարտադրել։ Դրա այդ ոճը մարտավարությունը կարող են տարբերվել։ Օրինակ նախորդ խորհրդարանում մենք հիշում ենք այդ ոճը ինչպեսին է։ Երբեմն օրինակ ազգային ժողովի падգամավորը իջնում էր եւ անցնում բռունցքներին ցույց տալով, որ դե այն ժամանակ տենց նարատիվ կա, չէ՞ որ քաղաքացիական պայմանագրի падգամավորները վախկոտ են, չգիտեմ, ու չեն կարող ուժով ցույց տալ թույլ են, այսինքն թույլ իշխանության նարատիվը շատ կենսունակ էր։ Եվ նրանք պետք է հակադրեն տղայական ամենա մի ցույց տալ։ քիչ էլ, չէ՞։ Այո, հիշում եք Նիկոլ Փաշինյանի ելույթները, զուտ այնտեղ էլ կար ցենզուրայից դուրս բաներ, որ ինչ կուզեն կանենք ձեզ հետ, հա, մոտավոր էսպիսին էր ու ցույց պետք է տղամարդլամիշ լինելու process-ը շարունակել։ Հիմա բարեկրթության սահմաններն է գծվում ու այստեղ իմ կարծիքով երկու նպատակ է հետապնդվում, օրինակ այս ընդդիմությունից ինչ կարող է ակնկալել կամ որպես հակառակորդ ինչ կարող է ակնկալել, հա, ընդհանրապես քաղաքացիական պայմանագիրը։ Առնվազն մեծ այդ ընդդիմադիր խմբակցության ներսում չկան մարդիկ, ովքեր ունեն քաղաքական կշիռ, քաղաքական խոսք, այսինքն եթե մի 2-3 հոգու հանես ու մնացածին հարցնես օրինակ Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձության մասին, իրենք ինչ որ Վիկիպեդիայի մակարդակի խոսակցություն կսկսեն։ Օրինակ որ մարտի 1-ի մասին հարցնես, Վիկիպեդիան կամ ChatGPT-ն ավելի բովանդակային պատասխան կտա, քան օրինակ ուժեղ Հայաստան խմբակցության անդամները։ Այնտեղ մի 2-3 հոգի կա,
այլ որոնք կարող են ազդել նյարդային առումով եւ տարբեր առումներով ԿՊ ֆրակցիայի անդամների վրա։ Եվ որպեսզի այս մարդկանց մեկուսացնեն եւ հանրության աշխերհին լեգիտիմ դառնա նրանց նկատմամբ ցանկացած հակադարձումը, պետք է նրանց մղել այս բարեկրթության օրակարգի մեջ։ Առնվազն Էդգար Ղազարյանի մակարդակում մենք տեսանք, որ դա ստացվեց, այսինքն հաստատի հանրության արչև Էդգար Ղազարյանը կարծես թե թվում էր մարդ, որը, ասենք, դեմ է գնում օրինակ ուժեղ Հայաստանի այդ բարեկրթության մոտեցմանը եւ այլն, բայց Էդգար Ղազարյանը այն մարդն է, որ կարող է նյարդային առումով օրինակ ազդել քաղաքացիական պայմանագրերը։ Նույն ձև Հայաստան դաշինքի падգամավորն է։ Մենք էլի պարզ է, հա, մեր վերաբերմունքը, մեր մոտեցումը այդ քաղաքական գործիչներին, բայց մարդիկ են, ովքեր ունեն քաղաքական անցյալ, ի տարբերություն ուժեղ Հայաստանի։ Այսինքն կարող են քաղաքական խոսք ասել, կարող են տարբեր կերպ ինչ որ միտեղ գերակշռել, միտեղ թերակշռել քաղաքացիական պայմանագրի օրակարգի, բայց եթե դու բարեկրթության սահմաններ սահմանես իրենց հետ, առնվազն կամ իրենք պետք է ընդունեն այդ օրակարգը, կամ եթե չընդունեն հանրության առջև արդեն լեգիտիմ հող ստեղծել, որ այս մարդկանց հնարավորինս մարգինալացնես։ Այսինքն, եթե այս բարեկրթության մասին շատ լիրիկական խոսակցություն չգնա, սա քաղաքացիական պայմանագրի նոր օրակարգն է այս ընդդիմությանը հնարավորինս զսպելու համար, որ հանկարծ որևէ մեկը չմտածի, որ կարող է ինչ-որ նոր ընդդիմադիր գործչի այսպես կարիերա սկսել եւ դա նրան կհաջողի։ Իսկ մենք տեսնում ենք ուժեղ Հայաստանի հատկապես, անդադի չեմ նշում ուժեղ Հայաստանը, որովհետեւ իրենք շատ են, բայց բովանդակությունը քիչ է եւ դրանից են գալիս այս բոլոր խնդիրները։ Մենք տեսնում ենք այդ մարդկանց մեծ մասը ինչ որ Մաքսայինի ծառայող են, բիզնեսմեն են, նախկին դասախոս, հետցի ինչ որ ավագ մասնագետ, այսինքն այլ ճար իրենց չի մնում, քան ընդունել այս բարեկրթության օրակարգը, ինչը նշանակում է ուղղակի հանդես գալ կառուցողական ընդդիմության դիրքերից, որում կրկին չեմ կարծում, որ իրենք հաջողելու են։ Տեսեք, պարոն Մովսիսյան, ձեր թույլտվությամբ մի վարկած էլ ես առաջ քաշեմ ու խնդրեմ ձեր մեկնաբանությունը, դա այն է, ինչի մասին օրինակ խոսեց արդեն իսկ ընտրված պետաիրավական վշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը, ասելով, որ մինչև տարվա վերջ լինելու է սահմանադրության նոր սահմանադրության նախագիծը եւ ըստ էության մեկնարկելու է սահմանադրական process, ընդ որում դա այդ հայտարարությունն արվում է 2/3-ի բացակայությամբ։ Թվաբանությունը հուշում է, որ այդ 2/3-ի հասնելու համար պահանջվում է 6 ձայն հավելյալ։ Իսկ միգուցե այս կառուցողական մթնոլորտը սկսի նյութականանալ նաև այդ process-ում։ Նման վարկածը ձեզ որքան է այսպես գործնական թվում։ Դե իհարկե տեսականորեն ինքը հնարավոր է, բայց ուղղակի ինչու է մի քիչ անհավանական համարում, որովհետև ես չեմ մտածում, որ ընդդիմությունը այդքան շուտ ցանկանում է իր ընտրողների առջև ոչնչանալ, որովհետև իրականում ես տեսնում եմ, որ հիմնական ընդդիմադիր ակտիվ շերտի մոտ այդ պահանջը կա, որ դուք այդտեղ եք, որ թույլ չտաք ազգային ժողովից դուրս գա սահմանադրության հարցը։ Իսկ եթե ընդդիմությունը այդ առաքելությունը նույնիսկ չկարողացավ անել, ապա այս խորհրդանի կյանքը եթե ավելի կարճ է տևելու, քան որ մենք մտածում ենք, որովհետև եթե ոչ իշխանության օրինակ քաղաքականության պատճառով, ապա առնվազն այս ընդդիմության այդ գործընթացի մասնակից դառնալը առնվազն մարդկանց կամ այլ խմբերին ստիպելու է հենց ընդհանուր խորհրդը, այսինքն նույնիսկ ընդդիմադիր ակտիվ շերտի մոտ ընկալում է ստեղծելու, որ իրենք նաև դեմ են ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության, որովհետև բոլոր նպաստավոր պայմանները կան առնվազն մեկ օրակարգ խոչընդոտելու, դա այդ սահմանադրության հանրաքվեի օրակարգն է։ Եթե ընդդիմությունը թույլ տվեց, որ դա տեղի ունենա, այսինքն առնվազն իրենց մասնակցությամբ, ու իհարկե այստեղ իրենք չունեն, հա, որևէ այսպես ասած փրկողակ բացատրելու, թե ինչպես են իրենք կողմ քվեարկել։ Ուղղակի բացատրել այն խոսքի պլանկան, որ եղել է մինչև ընտրությունները, այդ դրանից հետո հիմնավորել դե մենք կողմ ենք օրինակ ժողովրդավարությանը եւ թող մարդիկ գնան քվեարկեն,
դա ուղղակի պարզ ընդունում է լինել, որ փաստորեն Հայաստանում փայլուն ժողովրդավարություն է եւ այնպիսի ընտրական գործընթաց ունենք, որ դուք կասկածի տակ չեք դնում, որ հանրաքվեին մարդկանց կամ արտահայտումը որևէ խոչընդոտի չի հանդիպել։ Այսինքն ես զուտ անհավանական եմ համարում այս գործոնները հաշվի առնելը, որովհետև դա ինքնասպանության պես մի բան է լինելու, որ դու ուղղակի այսքան մեծ խոսելուց հետո, որ Հայաստանում բռնապետություն է եւ այլն, քաղաքացիական պայմանագրին գործիք տաս, որ գնա մարդկանց հարցու տեսքով սահմանադրությունը ուզում են, թե ոչ, հատկապես որ դրա հականդեմ գործիք ունես, տորպեդահարել այդ process-ը։ Այս զուտ այս գործոնը հաշվի առնելով ես չեմ կարծում, որ այսպիսի հնարավորություն լինի, բայց մի կողմից է ուրախ կլինեմ, որ այսպիսի լինի, որովհետև դա եւս մեկ անգամ ցույց կտա, թե ինչքան փուչ օրակարգ ունեն այդ ընդդիմադիր խմբակցությունները, այսինքն այստեղ զուտ կամային շատ ցածր հատկանիշներ են պետք սեփական խոստումները որպես ընդդիմադիր ֆրակցիա տեղում ապացուցելու համար։ Եթե դա չհաջողվեց, ապա ես շատ ուրախ կլինեմ, որ հերթական փուչիկը հատկապես ընդդիմադիր տրամադրված ընտրողների շրջանում կպայթի։ Պարոն Մովսիսյան, հիմա ձեզ կարող են առարկել հետևյալում, որ տեսեք ինչ են ասում, օրինակ այդ տեխնացուները, որոնցից մեկն էլ արդեն հավանության արժանացավ, որ դե հո ինքնանպատակ չի ես անում։ Մենք մեր երկրի ժողովրդի համար ենք ինչ անում ենք։ Բայկել ենք, չարչարվում ենք, պարգևա վճարել չենք ուզում։ Միայն ծառայում ենք մեր ծառայողական մեքենալ չենք ուզում, այս չենք անում, չենք։ Հայտնի է, որ այդ ուժի համար ոգեշնչման աղբյուր է Ռուսաստան։ Ռուսաստանից էլ ոգեշնչվելը հավատացեք շատ մեծ դիսկոմֆորտ է հոգեբանական սկսում պատճառել, հա։ Ինչից ոգեշնչվես, ամեն օր տրաքող վայել բերիսից, կներեք, էլ ինչից Պուտինի անմեղ սունակ հայտարարություններից, թե Հյուսիսային Կորեայի հետ դաշնակցումից, ինչից։ Հիմա ինձ օրինակ կամ իմ սերնդի շատերին սա հիշեցնում է 80-ականների վերջի ու 90-ականների սկզբի կոմունիստների պահվածքը։ Այո, նրանք ի սկզբանե, այո, Լենինը եւ այլ սովետական մեր երկիրը, մեր գործարանները եւ այլ, բայց Մոսկվան ոտի վրա մեռնում էր։ Եվ գնալով նրանք կանգնեցին, այսպես ասենք, պատմության ճիշտ կողմում լինել չլինելու դիլեմայի առաջ եւ ընդունում էին անհատական որոշումներ լինել պատմության ճիշտ կողմում։ Սա ուղղակի, ոնց ասեմ, պրագմատիկ որոշում որպես, էլի։ Դուք նման process-ի համար, այսպես որպես sense տրամպլինի նախապատրաստում չեք տեսնում, ասենք, այս process-ի մեջ, էլի։ Մի քիչ դժվար է այս առումով կոնկրետ կանխատեսումներ անել, օրինակ Իհարկե, մենք խոսում ենք այսպես, քննարկում ենք, հա, ասենց ասենք։ Ես ձեր կարծիքը, այսպիսի կարծիք երկրորդ անգամ եմ լսում, շատ հազվադեպ է ընդհանրապես, բայց ես գիտեմ, որ նաև օրինակ 80-ականներին կրկին, օրինակ նույն Խորհրդային Միությունում կամ դրանից դուրս, նույնիսկ արևմտյան փորձագիտական, քաղաքագիտական շրջանակներում այնպես չէր, որ բոլորը գիտեին, հա, որ օրինակ Խորհրդային Միությունը իր հոգեվարքի մեջ է, իհարկե թվերը ցույց են տալիս, բայց այդպիսի թվեր կային օրինակ 60-ականներին, բայց ինչ որ նավթի գների եւ այլ գործոնների շնորհիվ վերապրեց եւ իրականում այնքան պատումները վախեցնող են եղել այդ տերության մասին, մարդիկ չեն ուզեցել հստակ կանխատեսում Ես անել, ձեզ ասեմ, որ որպես ապրած այդ ժամանակ 89 թվականին, որ դուք ասեիք սովետ 2 տարուց չի լինելու եւ վերջակետ, ձեզ կտանեին հոգեբուժարան, կասեին այս մարդը ինչ որ լավ չի։ Որտեվ լրիվ sense անտրամաբանական բաներ է խոսում, դեպքի լուրջ արտահայտությամբ ծանր վիճակա օգնեք։ Բայց 2 տարուց հետո տեղի ունեցավ։ Հասկանում եք։
Այստեղ երևի թե ինձ թվում է մեզ համար, եթե բացի զուտ քննարկելու նպատակը ինչ կարող ենք, հա, ասենց վերցնել այս քննարկումից, ինձ թվում է այն է, որ լավ մենք ինչ ենք անել, այսինքն ոնց որ մենք չպետք է, հա, մի սցենարի վրա մշակենք, օրինակ մեր մոտեցումը, լավ, ասենք օրինակ այն ինչ տեղի ունեցավ 80-ականների վերջ, 90-ականների սկիզբ, եթե նույն պատմությունը կրկնվեց, որն է լինելու Հայաստանի քայլերը այդ ուղղությամբ։ Այսինքն մեր ամբողջ, այսպես ասած, ֆիշկան չպետք է նրա վրա դնենք, որ Ռուսաստանը մի ձև գոյատևելու է, որովհետև այդ նույն ձև շատերը այն ժամանակ էին ասում։ Հետևաբար, այստեղ պետք է հասկանալ, ինչքանով է այդ սցենարի հավանականության դեպքում Հայաստանը ճիշտ դիրքավորվելու, օրինակ, ինչ պոտենցիալ ռիսկեր կան այս առումով, եւ այլն, եւ այլն։ Թեև ես ելի եմ ասում, այդ դրա հավանականություն շատ դժվար եմ գնահատում այս Իհարկե, պահին, որովհետեւ առնվազն մի երկու գործոն կա, որ մի քիչ ինձ թույլ են տալիս հավատալու, որ ավելի շատ Պուտինյան ռեժիմը վերափոխման կգնա, ոչ կստիպեն ներսից վերափոխման գնա, առնվազն վերջին 2 ամիսների ընթացքում ես նկատել եմ, որ այնտեղ հատկապես լիբերալ, այսինքն բիզնես հատվածի ներկայացուցիչներ, ոչ թե զուտ այլախոհներ, արդեն սիգնալ են տալիս, ազդանշան են տալիս, որ գիտեք, մենք էլ ենք ուզում pending այսօրվա, այո, այսօրվա Ռուսաստանը ուզում ենք մնա ուժեղ, Արևմուտքի հետ դիմակայող, Չինաստանի հետ դիմակայող, իր կշիռ ունեցող երկիր, սա հետաքրքիր դիրքավորում է, որովհետև ի տարբերություն մյուս շերտերի, որոնք Պուտինյան ռեժիմի դեմ դուրս են եկել, իրենք փորձել են ավելի շատ այդ միջազգային հարաբերությունների լիբերալ տեսության տեսանկյունից հանդես գալ, հա, որ մենք կգանք ԱՄՆ-ի հետ բոլոր հարցերը կլուծենք, խաղաղություն կլինի, այլ հակառակը այս թևը հանդես է գալիս ավելի շատ այն տեսանկյունից, որ Ռուսաստանը ուժեղ կարող է լինել, եթե Ուկրաինայի հետ պատերազմը շուտ դադարեցվի եւ տրանսֆորմացվեն մեր հարաբերությունները Խորհրդային Միության մյուս երկրների հետ։ Ես չգիտեմ ընդհանրապես այս մոտեցում ինչքանով լայն աջակցություն ունի էլիտայի ներսում, բայց առնվազն արդեն երբ որ մարդիկ սկսում են հանրային խոսել, որոնք սովորական մարդիկ չեն, հա, միլիարդատերեր են, արդյունաբերողներ են, ուղղակի հիմա կոնկրետ անունը չեմ հիշում, որ նշեմ, բայց The Economist-ը շատ հետաքրքիր նյութ էր պատրաստել, որտեղ խոսում էր այդ անձի մասին, ու ինքը համարվում էր այն մարդկանցից մեկը, որը կարող է, հա, իրոք այսպես գոնե խաղաղ հանգրվանի հանել Ռուսաստանը եւ դեմքը փրկել Ռուսաստանը, որովհետեւ բոլորը հասկանում են, որ այսպես շարունակվելու դեպքում վատ է լինելու։ Հիմա առնվազն մենք պետք է դա հասկանանք, ինչքանով ենք պատրաստ լինելու ցանկացած սցենարի դեպքում, որովհետեւ Ռուսաստանը այսօր այնպիսի իրավիճակի է բախվել, որ ինքն է բոլոր սցենարները հնարավոր դարձրել։ Այսինքն առնվազն մենք որ քննարկում ենք, որ բոլոր այո, սցենարները հնարավոր են, դա արդեն ոնց որ Ռուսաստանի քաղաքականության շնորհքն է։ Բայց այս պահին ուղղակի ես վստահ չեմ, որ այն ինչ որ տեղի է ունեցել փլուզում, հա, որպես այդ բառը օգտագործենք, չեմ կարծում, որ կայսրությունը կփլուզվի այս անգամ, ավելի շատ տրանսֆորմացիայի սցենար ավելի շատ եմ հավանական համարում, բայց մյուս կողմից հնարավոր է նաև որ ուղղակի ներսից ճնշում այնքան լինի, որ Պուտինը հասկանա, որ սեփական ռեժիմը պետք է պահպանի, ուղղակի գնա լուծման։ Սա երևի թե ավելի հավանական բոլոր տարբերակներից ավելի հավանական սցենարն է։ Իհարկե, այստեղ Ուկրաինայի գործոնը ու Արևմուտքի գործոնը շատ մեծ է, որովհետև վերջին առնվազն 3 ամիսներին ուկրաինական այդ դրոնային այդ հարվածների ռազմավարությունն է ստիպել, որ մենք արդեն ավելի համոզված ենք խոսում այս թեմայի առումով։ Առնվազն մենք կարողանում ենք ֆիքսել, որ Ուկրաինան իր ինքնիշխանությունը պահպանելու է, ռազմական ամրությունը պահպանելու է, սրանք ժամանակին, երբ որ այսպիսի դրույթներ ասենք, շատերը կծիծաղային, բայց առնվազն այս պահի իրավիճակը սա է կարծում եմ։ պարոն Մովսիսյան, այն տարիներին գիտեք ինչ էին խոսում, ասում էին այ մարդ, դե դուք էլ եք ես հող ու ջրի մարդ, ինչ եք տվել, ինչ եք առնում։ Դե տենում եք քանդվում է, էլի։ Այն էլ ոտի վրա մեռնում է, հա լավ, աշխատել եք, մենք ձեզ հասկանում ենք, բայց դե օրինակ տեսեք, ինչքան հայրենասեր են եղել մեր առաջին քարտուղարները։ Էլի Մոսկվայի ենթակայությամբ, բայց ինչքան բան են արել մեր երկրին, դե հիմա ամեն ինչ սկիզբ էլ ունի, վերջ էլ ունի։ Անխուսափելի է, էլի։ Եվ ինչ որտեղ տենց մարդկանց խրախուսում էին անցում կատարել պատմության ճիշտ կողմը։ Հիմա ինչ են ասում։ Ասում են այ մրդե խաղաղություն է, ինչա վատ է, որ
դու էլ ես ստեղ ապրում, խաղաղություն ալնելու, ճանապարհները բացվելու են, ազատ երկիր է, բիզնես ունենաս, էլ ստեղ այնտեղ փայ չես տալիս, բան չես անում։ Ինչ ուզում ես արա, հարկերը տուր, հանգիստ քնի, հետևիցդ ոչ մեկ չի գա եւ այլն։ Աստծուց կրակ ես ուզում։ Ապրելի։ Ու ամեն ինչ դու էլ ես հող ու ջրի մարդ ես։ Մեր երկիրը ինչքան պինդ լինի, քեզ էլ լավ, քո երեխուն էլ լավ, թոռանդ էլ լավ, մի հատ էլ լավ անունք թողես պատմության մեջ, դու էլ կլնես այս խորհրդարանը կդառնա պատմական, դու էլ կդառնաս այս խորհրդարանի անդամներից մեկը, անունդ էլ կգրվի, ինչ ես տվել, ինչ ես առնում, հա, մոտավորապես այս խոսակցությունն է։ Եվ ոնց տեսնում ենք, օրինակ են այն ֆինանսա բյուջետային հանձնաժողովի նախագահ ընտրված տիկինը, որը իմ վրա էլ ճիշտ ասած շատ լավ տպավորություն թողեց, որ սկսեցին Լիբանանը, հակաճգնա ժամային եւ այլն, ասած դե լավ չկա տես բան։ Իհարկե հարցեր կան, թե այդ ներգրաված այդ պարտքով, հա, ներգրաված միջոցները որքան արդյունավետ է ծախսվել եւ այլն, մենք այդտեղ կուժեղացնենք հսկողությունը, չգիտեմ, հաշվետվողականությունը եւ այլն, բայց այդպես դեֆոլտի բանի վտանգ չկա էլի այս պահի դրությամբ եւ այլն։ Ու կարծեք թե ինքը ուղղակի հենվելով իր պրոֆեսիոնալ գիտելիքների վրա եւ թվաբանության, հա, այսպես ասեմ, ուղղակի ըստ էության հերքեց իրենց այսպես կուսակցական նարատիվը, որը ճիշտ ասած հաճելիորեն զարմացրեց, բայց փաստը արձանագրեք, հա։ Հիմա այս իրավաբան պատգամավորը, որը Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնին է հավակնում, էլի հանգիստ նորմալ, հա, Եվրոինտեգրմանը մենք կողմնակից ենք, եւ այլն, բայց դա մի քիչ պետքա զգուշ լինենք, դեմ չգնանք, լավ հաշվարկենք, այս անենք, այն անենք եւ այլն, այսինքն ինչ որ ոնց որ բանը էլի սառնցա կոտրվել ինչ որ ձևով ու պարզա սրա արտաքին ֆոնը կա, սրա ներքին ֆոնը կա եւ այլն եւ այդպես շարունակ դուք ինչ սենց ասենք տպավորություն եք ստանում այդ ամեն ինչից էլի։ Կոնկրետ եվրոինտեգրման մասով ես կարծում եմ ուժեղ Հայաստանի տեսակետները շատ համահունչ են Վրաստանի իշխող վրացական երազանքի մոտեցումների հետ։ Այսինքն այնպես չի մենք Եվրոպամետ չենք, մենք լավը Եվրոպամետ ենք, ուղղակի մենք Հա, եվրոպական արժեքների կրողն ենք, մենք ռեալ պոլիտիկ ենք, մենք չենք ուզում Հայաստանը թշնամանա ռուսների հետ, մենք ուզում ենք, որ Եվրամիության անդամակցությունը երաշխավորված անվտանգություն, խաղաղություն, բարեկեցություն, ամեն ինչ տա նոր մտնենք եւ այլն եւ այլն, այսինքն սա շատ այսպես համահունչ է վրացական երազանքերի, եթե նայենք գրեթե այն ինչ որ խոսում են, նույն ձև այնտեղ են խոսում, այնտեղ մենակ մի նաև ծայրահեղություն կա, որ դեռևս այստեղ չեն նշում, պատերազմի այդ գլոբալ կուսակցության անդամ դառնալու այսպես հավակնությունները, հա, դեռևս չեն խոսում, բայց կարող են դրա մասին է խոսել, երբ որ ժամանակը գա, որովհետև նույն վրացական երազանքը 10 տարի շարունակ Եվրամիության ռեֆորմներ էր իրականացնում, լուրջ գումարներ էր բերում երկիր, չմոռանանք, որ 23 թվականի անդամակցության հայտ ուղարկեց, թվում է թե մի քիչ անհավանական է էլի Իվանիշվիլի վրացական երազանքի դեպքում, բայց քաղաքական պրագմատիզմը կամ ներքաղաքական հավակնություններ ունենալը կարող է նաև դրան հանգեցնել, այսինքն ուզում եմ ասեմ, որ նույն ուժեղ Հայաստանն էլ կարող է գալ իշխանության եւ Եվրամիության հայտ ներկայացնել։ Այստեղ խնդիրը դրանում չէ, խնդիրը այն պատկերացումներն են, որ իրենք ունեն, ինչը բարձր ինչ է նշանակում։ Մենք դեմ ենք Ռուսաստանից կախվածությունների նվազեցմանը, երկաթուղին, ատոմակայանը եւ մնացածը պետք է մնան ռուսական վերահսկողության ներքո։ Մնացյալ մասով
Կարծում եմ մենք պետք է ընդունենք առաջին հերթին, որ այս քաղաքական իրավիճակը այսպիսինն է, այսինքն մենք ունենք ընդդիմադիր այս խմբակցությունները եւ նրանք պետք է զբաղեցնեն ինչ որ հանձնաժողովների նախագահների հաստիքները, այստեղ եվրոինտեգրմանն է միակ բան է եղել, հարց է եղել, մյուսների մասով ուղղակի անիմաստ եմ գտնում ինչ-որ բան քննարկել, մարդիկ են փաստորեն ազատ արդարադրություններով եկել են, մանդատներ են ստացել եւ պետք է զուտ հանձնաժողովներ գլխավորեն, մեր երկիրը պատվով ներկայացնեն, այս առումով որևէ բան չկա, որովհետեւ եթե մեկ ամիս առաջ առնվազն խոսվում էր, որ այս մարդիկ ընտրակաշառք են բաժանել, այսօր ավելի շատ խոսվում է հանձնաժողովների այդ խորհրդաները վերցնելու, չգիտեմ, առևտուր անելու մասին, դա համար ես չեմ կարծում, որ շատ լուրջ պետք է մենք մոտենանք ընդհանրապես այս օրակարգին ու նաև այստեղ մի կարևոր բան էլ կա, որ կարծում եմ մենք պետք է հաշվի առնենք, իշխող կուսակցությունն ու մյուս անդիմադիր կուսակցությունը, որոնք մտել են խորհրդան, մեկ ընդհանուր օրակարգ ունեն։ Իրանք հետևելով հատկապես այս հանձնաժողովների ընտրությանը եւ այլն, մեկ օրակարգը մեդիայում գերակշռելն է։ Այսինքն, եթե մեկ օր այս բարեկրթության օրակարգը չաշխատեց, օրինակ Ռուբինյանի ստատուսները չֆռացին կներեք, կամ ուժեղ Հայաստանի ելույթները ազգային ժողովի ամբիոնից այդքան էլ ոնց որ չընկալվեցին հանրության կողմից, այլ իրադարձություններ սկսեցին գերակշռել մեդիայում, իրենք սկսել են ամենաէքստրաորդինար միջոցներին դիմել։ Ես համոզված եմ, որ այնտեղ նույնիսկ թատերական ներկայացում կարող են բեմադրել, որպեսզի այդ ամբիոնը լինի թիվ 1 օրակարգը այդ օրվա մեդիայում։ Այսինքն շատ կարևոր է միշտ ֆիքսել, որ առնվազն իրենք մի հարցում ունեն ընդհանուր օրակարգ, դա ազգային ժողովի այդ ներսի գզվռտոցը սարքել ամենակարևոր հարցը։ Դրա համար այստեղ զուտ եվրոինտեգրման մասն եմ կարևորում, որպեսզի հանրությունը մի քիչ հստակ պատկերացնի, էլի, որովհետև թվում է թե Հայաստանի եվրոինտեգրման ճանապարհը հիմա ուժեղ Հայաստանի ձեռքերում է, բայց այդպես չէ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Մովսիսյան, ձեր այս կարևոր դիտարկումները, ասենց մենք տարբեր սերունդներ ներկայացնելով, այնուամենայնիվ այս օգտակար մտքերի փոխանակումը մեր քաղաքացիներին այսպես ավելի հասկանալի է դարձնում ենթատեքստերը տեղի ունեցածի, հա, ուրվագծվող միտումները, որոշակի անալոգիաներ մեր ոչ վաղ անցյալի, գոնե մեր կյանքի օրոք այդ անցյալի հետ։ Եվ շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս եւ մասնակցեցիք այս շատ հետաքրքիր խոսակցությանը։ Հուսով եմ վերջինը չի։ Մինչ նոր հանդիպում եւ ամենայն բարիք։ Ես եմ շնորհակալ հրավերի ու այս լավ զրույցի համար։